Ինչպես նախորդիվ տեղեկացրել ենք նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում։ Հիշեցնենք, որ լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ Թամարա Գրանդ, Քենդի Թամարա եւ Անի Մարտին, Star Artsfit Nairyland, Pinkberry Մարնի, Կիգիտ Աշտարակ, Milk Svanner, Անատ ձեռնարկատերեր Ազատ Վազանչյան, Էդուրդ Կարապետյան։ Այսօր հայտնի են դարձել ևս երկու Martin Star և Grand Candy Svanner-ին պատկանող արտադրամասերից վերցված նմուշների հետազոտության արդյունքները։ Grand Candy Spray արտադրության սենդվիչ վանիլային պլոմբիր շոկոլադե թխված կաբլիտով սենդվիչ շոկոլադե պլոմբիր շոկոլադե թխված կաբլիտով պլոմբիր վանիլային սեր պլոմբիր սերուցքով ջնարակապատ պլոմբիր շոկոլադե կաթնայով պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ածխմաղրիքային ցուպիկի խմբի մանրէներ, իսկ վերջին նմուշը նաև մեզոֆիլ աերոբ ֆակուլտատիվ անաերոբ մանրէների ցուցանիշներով։ Կաթնայուղի փոխարինիչով ընտանեկան շոկոլադե, ընտանեկան վանիլային էսկիմո շոկոլադե, ջնարակապատ էսկիմո վանիլային ջնարակապատ պաղպաղակները օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, իսկ առաջին երկու նմուշները նաև մեզոֆիլ աերոբ ֆակուլտատիվ անաերոբ մանրէների ցուցանիշներով։ Martin Star Spray արտադրության վաֆլե կոն շոկոլադե, վանիլային շոկոլադե սենդվիչ ելակի համով, էսկիմո վանիլային շոկոլադապատ բրիկետ շոկոլադային կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել ապրանքանիշը «Օտ Մարտինա»։ Եվս 3 ընկերությունների պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես։ Grand Candy Spray արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Մաքսային միության կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղիի 50%-ից ոչ ավելի քանակությամբ։ Տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված 4 պաղպաղակներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 19-ից 29%, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք։ Ի գիտություն կեղծված է համարվում այն սննդամթերքը, որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության, որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ, սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով, որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին։ Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպության մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Հիշեցնենք, որ համաձայն սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար։ Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր։